Օրհնյալը մեր Տեր Հիսուսի անունը, որ Աստված այսօր մեզի մի օր էլ տվավ ժամանակ միանալու Աստծո խոսքը լսելու։ Այնքան օրհնյալ ենք այսօր ամեն մեկը Ժողովուրդ ջան։ Այսօր դու ամենաերանելի մարդն ես, որ Աստված այսօր քեզ մի օր էլ շանս տվե, մի օր ժամանակ տվե նույնպես, միգուցե այսօրվա այս քո լսել է քո կյանքի մեջ շատ բաներ փոխի Ժողովուրդ ջան։ Այն որ այսօր Աստված իր խոսքը դնում է եղբայրներ շրթունքների մեջ, մենք չենք որ եղբայրն ինչ պիտի խոսեն, բայց Տերը գիտա Ժողովուրդ ջան, չէ՞։ Որտեղ մենք եղբայրներով ոչ իրար հետ չենք ասում, որ ինչ պիտի խոսի, դա Սուրբ Հոգուն ենք հանձնում եւ Տիրոջ հոգին խոսում է Ժողովուրդ ջան։ Դա համար այսօր դիմացի քեզ համար մի օրհնության օր է Տերը պատրաստել։ Եվ այսօր դու պիտի լսես Աստծո խոսքը, միգուցե քեզի համար այսօրվա օրը յուրահատուկ նաև խոսք լինի քեզ համար, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Քեզ համար յուրահատուկ խոսք կա, որ Տերը տալում է քեզ, մատակարարում է քեզ իր խոսքը, որպեսզի ժամանակների մեջ կարողանաս լսես Աստծո խոսքը Ժողովուրդ ջան։ Այո, մենք մի բան ենք հասկանում, որ մարդուց շատ բան է կախված Ժողովուրդ ջան։ Ինձ ու քեզանից շատ բան կախված է։ Այսինքն մենք տեսնում ենք Աստված առատապես իր խոսքը տալում է բոլորին Ժողովուրդ ջան։ Մեր կողմը ո՞րն է, մեր կողմը ուզելն է, մեր կողմը փափագելն է, մեր կողմը ծառավելն է, մեր կողմը խնդրելն է, մեր կողմը վերցնելն է, մեր կողմը հոժարվելն է, մեր կողմը համաձայնվելն է, մեր կողմը այո, Տիրոջ կամքի մեջ մնալն է Ժողովուրդ ջան, չէ՞։ Համար Տերը սորտնի կարող մարդը վերցնի Աստծո խոսքը, բայց չտեղադրի իր սրտի մեջ Ժողովուրդ ջան։ Կվերցնա, գնայա, սիրունա, լավ խոսքա, լավն է, բայց ինքը չի կարող այդ խոսքը տեղադրի իր սրտի մեջ, որ այդ խոսքը եկել է քեզ համար ոչ թե վերցնես ձեռքդ նայես, այլ դու պիտի թող տաս այդ խոսքը մտնի քո սրտի մեջ, եւ այդ խոսքը որ մտավ քո մեջ, նա քեզի մեջ կյանք է բերում Ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք Աստված շատերից փոխում է, շատ մեծ շատերից մեր կյանքը փոխում ամեն խոսքը որ Տերը խոսում է Ժողովուրդ ջան։ Աստված բերում է քո սրտին եւ ցույց է տալում քո ներսի կարիքը, որտեղ վիրուս կա մեր կյանքի մեջ Ժողովուրդ ջան, չէ՞։ Եթե մենք ասենք մեր ներսը վիրուս չկա Ժողովուրդ ջան, մենք այնքան բաներ կա փոխվելու Ժողովուրդ ջան։ Այնքան բաներ ունենք փոխվելու, շատ անգամ մենք ծածկված ենք մնում Ժողովուրդ ջան։ Երբ ենք ի այդ գալու, երբ որ Տերը մի բան թույլ է տալու մերու իմ ու ձեր կյանքի մեջ, մի հատ փոքր փորձ ունի, շատ էլ չէ, մի հատ փոքր է ցույց տալու Ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ այն հալածանքները չկա Ժողովուրդ ջան, այն վատ որ մարդիկ հիմա տեղեր կա հալածանք ունեն, մարդկանց սպանում են, մարդկանց վառում են, բայց մարդիկ Հիսուսին չեն ուրանում Ժողովուրդ ջան։ Այնքան հետաքրքիր է, որ նայում ես այս մարդկանց կյանքը, չես ենք, երբ որ 24 հոգու երբ որ նրանք սպանեցին, այս կանայք ասում են մենք ձեզ ներում ենք, պատկերացնում եք Ժողովուրդ ջան։ Իրանց ամուսիններին սպանում են, կախում են, ասում են մենք ձեզ ներում ենք, շորա սա հավատք է, սա Աստծո կյանքն է, որ մարդկանց մեջ ապրում է։ Իսկ հենց մեզի մի հատ թթու խոսք չեն ասում, մի հատ մենակ եկան թեթև խոսքը, մեր ներսը բորբոքվում է, մեր ներսը չարանում է, մեր ներսը արդեն չգիտեմ ուր է հասնում Ժողովուրդ ջան։ Դա համար Աստված ուզում է, որ այսօր ժամանակն է իմ ու քո ներսը պատրաստի, որպեսզի մեր ներսը չարություն դուրս չգա Ժողովուրդ ջան։ Քո ներսից պետք է բարի աղբյուր դուրս տա։ Սա է Աստծո կամքը, որ իմ քո ներսից Սմայ որ Տիրոջ կողը խոցեցին, ինչ ա ջուր այրուն եկավ ընդ Ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի, այո, մեր ներսից ինչ ա գալու այսօր։ Հələ ամեն մեկս նայենք մեր սրտի մեջ, մեր ներսից ինչ ա, երբ որ մեր ներսը խոտում են, երբ մեզի մի բան են ասում, մեր ներսից ինչ ա գալու։ Այո, մեր ներսից գալում է, կարող է մենք բերանով էլ չասենք, Ժողովուրդ ջան, բայց սրտով կարող է այս մարդկանց հավեսով լավ էլ մի բան կասենք Ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի Ժողովուրդ ջան, մենք բոլորս է մարդ ենք։ Ինչու՞ համար Աստված այսօր այս օրերը տվել այս խոսքը տալում է, որպեսզի մենք այսօր կարողանանք զղջանք Ժողովուրդ ջան։ Բոլորս էլ կարիք ունենք զղջման ապաշխարության Ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորդ էլ օրհնի Սիրաշու Ժողովուրդ ջան, այսօր ժամանակն է, որ մենք պատրաստվենք Տիրոջ գալստյանը։ Պատրաստվենք, որ մենք փոխվենք, մենք սրբանանք, որ ոնց որ փորձությունները գալիս է, նա գալում է ինձ ու քեզ փորձում է, նա տենում է դու ինչ ես դու հավաքի։ Էնական եղբայրը խոսում է, չէ, ինչ ես այսօր դու հավաքում քո կյանքի մեջ Ժողովուրդ ջան, խոդ ես, եղեգ ես, ինչ ես հավաքում քո կյանքի մեջ։
Սա քո ձեռքն է, դու պիտի ընդունես, դու պիտի հավաքես Տիրոջ օրհնությանը, գանձերը հավաքես եւ հոժարվես, որ Տերը քեզ խոնարհեցնի շուրջը։ Այո, խոնարհության հարց են կան լուրջա, որ մարդը խոնարհվելու համար շուրջան։ Իշքան է որ ասում ենք խոնարհենք, ասենք այդ պարագան խոնարհես, ինչի համար քեզի մարդ բանը չի ասում։ Երբ որ մարդ բան չի ասում, մենք ամենախոնարհն ենք ժողովրդյան։ Ես ենական մասի երբ որ դու գնաս պաշտամունքի տեղ ժողովրդյան, որ դու նայես այդ ժողովրդի ես, սաղ էլ խոնարհ նստած են ժողովրդյան։ Բայց այդ խոնարհությունը մարդկանց տներում է երևում, այդ խոնարհությունը մարդկանց դրսերում է ժողովրդյան, չէ։ Հենց պաշտամունքից մարդը դուրս է գալու, Աստծո աշկերը տվյալում նույնպես այդ մարդու վրա է ժողովրդյան։ Մարդը գիտեն, ասած մենակ իրան պաշտամունքի տեղն է տեսնում։ Են կան խելոք նստում են, դուրս են գալու մարդկանց նոր երևում է իր վիճակը ժողովրդյան, թե դու ոնց ես քո տանդ մեջ ժողովրդյան։ Տերս օրհնի, ես մեմ կարտամ 18 Սաղմոսի առաջի խոսքից մի քանի խոսքեր կկարտանք ժողովրդյան։ Փառավորենք մեր Աստծուն, որ այո Աստված այս ժամանակները տվել է, որպեսզի մենք ավելին փառավորենք մեր Աստծուն, պաշտենք մեր Տիրոջը, ժողովրդյան, մենք պետք է պաշտենք մեր Աստծուն, գոհություն մատուցանենք մեր Տիրոջը։ Աստված այս օրհնյալ ժամանակները տվել է, որ այսօր մենք ինչ ենք անում, մենք կարողանում ենք մեր Աստծուն փառավորենք եւ ճանաչենք ժողովրդյան։ Եվ 18 Սաղմոսի առաջի խոսքը ասում է. ով Տեր իմ զորությունս քեզ պիտի սիրեմ, ով Տեր իմ զորությունս քեզի պիտի սիրեմ։ Սա քո առաջարկությունն է Տիրոջը, սա քո ներսի ճիշտն է, սա քո ներսի աղաղակն է ժողովրդյան։ Քո տեղ հրեշտակը չի գալու աղաղակելու այս խոսքը, դու պիտի ասես։ Սա քո ներսի որոշումն է, որ ով Տեր իմ զորությունս քեզի պիտի սիրեմ, քեզի պիտի սիրեմ։ Ժողովրդյան։ Տերը տա մի օր մենք այդ սիրո վրա կկանգ առնենք, մի օր տա Տերը, երբ որ մենք ասում ենք Տեր ջան, մենք քեզ սիրում ենք, լավ ենք անում։ Ում էլ հարցնենք, սա էլ ասում են Տեր ջան, մենք քեզ սիրում ենք։ Հիմա որ հավատացյալ են որ հարցնենք, հիմա որ մենք ձեզ էլ հարցնենք, դու ձեր մեջ պատասխան սաղդել ասում ենք, այո Տեր ջան, մենք քեզ սիրում ենք։ Տերս օրհնի ժողովրդյան։ Եվ երկրորդ խոսքը ասում է Տեր իմ վեմս ու ամրությունս է, փրկիչս է։ Տեր իմ վեմս, ամրությունս ու փրկիչս է։ Այսինքն Տերը քո վեմը դա, քո ամրությունն է, քո հաստատությունն է, դու պետք է Աստուծմով ամրություն ունես, որտեղ քո ամեն կողերը պետք է պաշտպանություն դրվի, ամրություն ունես, որ այդ անօրենը որ այնց որ խփում է, տեսնում է, որ դու պաշտպանություն ունես Աստծո խոսքից։ Նա չի կարող քեզ հարվածի ժողովրդյան։ Մենք ենական խոսացինք դրա մասին ժողովրդյան, յետից գնալով յետից չի փախնում։ Դու պետք է Աստծո խոսքի ամրություն ունես քո կյանքի մեջ, Աստծո խոսքի հաստատություն դու ունես, Աստծո խոսքին հոժարություն դու ունենաս քո կյանքի մեջ։ Այն վաղ ինքս ինքա կփախնի։ Ասում եմ իմ Աստվածս իմ պարիսպ է, ես անոր կհուսամ։ Տեր իմ վեմս, ամրությունս ու փրկիչս է, իմ Աստվածս իմ պարիսպն է։ Ես անոր կհուսամ, անիկան վեմս, իմ վահանց ու իմ փրկությանս եղջյուրն է, ու իմ բարձր աշտարակս է։ Եվ ասում է օրհնյալը Տերը կկանչե, ու իմ թշնամիներս կազատի։ Օրհնյալը Տերը կկանչե, եւ իմ թշնամիներից ազատվում են։ Այո, այսօր մենք սաղսել ունենք թշնամիներ, ժողովրդյան։ Մենք բոլորս ունենք թշնամիներ, որը Տերը պիտի ազատի մեզ այդ թշնամիներ ժողովրդյան։ Եվ դա համար Տերը օրհնի բոլոր ժողովրդյան, չի ասում ձեր թշնամիները ձեր ոտքի տակ պիտի խոնարհեցնեն։ Այո, գալու է պարագա։ Շատ անգամ Աստված այն անավատ մարդկանց, ովքեր որ քեզ հալածում են, անարգում են, ժողովրդյան, ելնում է պարագա, որ Աստված այդ մարդկանց բերում է եւ քո առջև խոնարհեցնում է, ինչու համար։ Որով դու Հիսուսի աղջիկն ու տղեն ենք, ժողովրդյան։ Այո, մենք շատ պես հրաշքներ ենք տեսել։ Երբ որ շատ մարդիկ չարություն ունենան, ժողովրդյան, մարդիկ մտածում իրանց չարությունը պիտի առաջ գնա։ Այո, Աստված գավազանը անտած չի թողում ամբարիշտի, չէ, որպեսզի մարդը չչարանա, մենք երեք եթե ուշադիր եք կարտացինք, էլ նույն Սաղմոսի մեջ, Աստված չի թույլ տալու այդ ամբարիշտի անտած գլխի վրա մնա։
Ժողովրդան, մարդիկ այսօր չեն հասկանում, որ այսօր մենք ամեն մեկս Աստծո զավակներ ենք, Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք, եւ Աստծո պաշտպանությունը կա իմ օքո կյանքի մեջ, ժողովրդան։ Այո, Աստված բաներ կա մեր կյանքի մեջ թույլ է տալում այդ հալածանքները, նեղությունները, ժողովրդան, դրանով է դու զորանելու։ Իսկ եթե մեզի բան չեն ասում, ամեն ինչ լավ է, մենք չենք տեսնում, ոչ մեր ներսն ենք տեսնում, ոչ էլ դուրսն ենք տեսնում, ժողովրդան, ոչ բան չենք տեսնում։ Ինչու՞ համար սա մի հայլի է, սա մի տեսադաշտ է, որ Աստված թույլ է տալում, որ մենք այս ճանապարհով անցնենք, որպեսզի դու Աստծուն ավելի գնահատես, որպեսզի դու ամրանաս եւ քո հույսդ դնես Աստծո վրա, ժողովրդան։ Ու իմ թշնամիներս կազատվի։ Եվ 7-րդ խոսք ասում է, իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի, ու իմ Աստծոց աղաղակեցի, անիկալ տաճարեն իմ ձայնս լսեց, ու իմ աղաղակս անոր առջև անոր ականջը հասավ։ Ժողովուրդ, մենք ուշադիր ենք Աստծո խոսքին, հա։ Նայում ես մեր կողմս, իմ նեղությանս մեջ, այսինքն դու կարողանում ես քո նեղությանդ մեջ, որ դու Աստծուն աղաղակես, որ քո հույսդ դնես Աստծո վրա, որ քո ապավենը դնես Աստծո վրա, եւ դու մի բան ես հասկանում, որ քո եղած ամեն վիճակների մեջ, խնդիրների մեջ, դժվար քեզի մեկը կա, որ նա կարա քեզի մենակ օգնի, ժողովրդան։ Նա մենակ կարա քեզ։ Դամար Տերը օրհնի, որ իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի։ Իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի։ Փառք Աստծո, որ այո մենք ունենք Տեր, որ մենք գիտենք մեր նեղությանը մեջ ում կարանք կանչենք։ Անհավատ մարդը չունի հույսը, ժողովրդան, լավ իմացեք։ Անհավատ մարդը շատ անգամ մոլորվում են ում կանչեն, ում օգնության խնդրեն, շատ անգամ հնարավոր քեզի կանչեն, քեզի խնդրեն։ Եթե դու իրան քեզ ճանաչում են, կարա քեզ խնդրեն, մի հատ աղոտ կանեք իմ երեխու համար, մի հատ աղոտ կանեք ես ինչի համար, մի հատ աղոտ կանեք ինչի համար, նրանք հասկանում են, որ դուք հավատքի մարդիկ եք եւ ձեր աղոթքը լսում է, ժողովրդան։ Բայց տվյալ մարդը քիչ չի աղոթում։ Ինչու չես աղոթում դու տվյալ մարդ, սիրելի օքի, ինչ կապուն դու անհավատ ես, դու էլ կարաս զղջաս, դու էլ կարաս ապաշխարես, դու էլ կարաս Տիրոջ ընդունես որպես Տեր ու Փրկիչ, զղջաս քո մեղքերի համար, ժողովրդան։ Ինչու՞ որ շատ անգամ մարդիկ ասում են դու աղոթա, բախի դու չես աղոթում։ Ես հիշում եմ, երբ որ մի հարևանին կանչում, հարևան հավատաց է, ժողովրդան, այս մարդը պառնիկ ա ունենում, պառնիկ։ Եվ բանա, սունգ աճեցնում։ Եվ ասում եմ, մի օր ես իր հարևան, որ հավատացել է, կանչում, ասում արի մի հատ իմ պառնիկս տես, ժողովրդան։ Հարևանը եղբայրը գալը մա պառնիկը տենալ, դե հրավիրի լավ, ժողովրդան։ Բայց իր սրտի մեջ դրել էր, որ եթե հավատացյալ մարդը մտավ այս պառնիկի մեջ, պիտի Աստված օրհնի։ Ժողովրդան, պատկերացնում ես, Աստված քո միջոցով այդ մարդու պառնիկը կարողա օրհնի, որտեղ կարողա օրհնում է։ Ինչի համար, որտեղ մենք իր զավակներն ենք, ժողովրդան, քո հետ կա օրհնություն Աստծո, կարող դու չտեսնես։ Այն որ դու Աստծո աղջիկն ու Աստծո տղա ենք, ժողովրդան, իր երեխեքն ենք, նրա քո պատճառով օրհնում է։ Որտեղ մեզանից այ մենք Աստծո զավակներ ենք, ժողովրդան։ Եվ ասում Աստված այս մարդու պառնիկը այնքան օրհնեց, ժողովրդան։ Ես հիշում եմ մի քանի տարի, երբ որ ես Ռուսաստան մի ուրիշ տեղ էի գնացել, էլի գործի, ժողովրդան։ Դե ոսկերիչ հայ տղա եկին, հայ տղա են, իրանց հետ որ աշխատում են, ոսկերիչ տղա, այդ մեր մոդ է, ժողովրդան, հենց մտնում իր մոդը, Աստված օրհնում էր իր գործը։ Մեզ փող քսումա ձեռքերից, ասմալտից տեղ չգնացում եմ, այ աղբեր, ես չեմ գնաց տարտատ քու կողը նստեմ։ Ժողովրդան, Աստծո առաջ ենք ասում, Աստված օրհնում էր, մտել էի խանութ, էլի հայ տղա էր, եդի տղա էր էվի։ Այդ խանութ հոտերը չեր օրհնում, իրանք զգում են, իրանք են զգում, մենք կան բան չենք, Աստված իմ ու քո, որ իր բալիկներն ենք, իր երեխեքն ենք, քո պատճառով Տերը կրա շատերին օրհնի, քո պատճառով։
Այո, ինչի համար, որտեղ մենք իր զավակներն ենք։ Համար 6 խոսք ասում է իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծոց աղաղեցի, անիկա իր տաճարին իմ ձայնս լսեց։ Իմ ձայնս լսեց։ Որքան կարևոր է, երբ որ մեր մեջ ու իմ աղաղակս անոր արժև, անոր ականջը հասավ։ Ալելույա Հիսուսին ժողովուրդ ջան, նա քո աղաղակի ձայնը լսեց։ Ինչու՞ համար շատ անգամ մենք ասում ենք Տեր Աստված, կարող դու իմ աղոթքը չես լսում։ Ժողովուրդ ջան, շատ անգամ մենք խոսում ենք ցավալի բանի համար, երբ որ մենք Աստծո զավակներ, շատ անգամ մենք մեր հոր ասում ենք, հայր, կարող դու իմ աղոթքը չես լսում։ Սա մենք մեր հորը անարգում ենք, ցավացնում ենք, ժողովուրդ ջան։ Այն հայրը, որ Տերերի Տերը ամբողջ աշխարհի տիեզերքն ան լսում, ոնց կնա քո աղոթքը չլսի։ Եթե դու սրտանց աղաղակում ես, նա լսում է քեզ, սիրելի հոգի։ Նա հիմա է լսում քո ներսի կանչը, ներսի ճիճը տեսնում է նա։ Նա տեսնում է քո ներսի ամեն խնդիրները, դժվարությունները, նա ամեն բան տեսնում է, նա ուզում է հիմա քեզ օգնի։ Դու ուզում ես։ Եթե սրտիդ մեջ ասում ես, այո, ուզում եմ, ուրեմն բաց քո սիրտը, ընդունա Տիրոջը քո կյանքի մեջ, որպեսզի Աստծո խոսքը քո կյանքի մեջ տեղ գտնի, ժողովուրդ ջան։ Թող Աստված օրհնի, հիմա կանք աղոթքի, ժողովուրդ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորի, Տեր օրհնի այսօրվա պաշտամունքը, եղբայրներիս օրհնի, Տիրոջ խոսքը օրհնի, ժողովուրդ ջան, նաև ձեր ներսի ծառավ օրհնի։ Որքան դուք շատ եք ծառավում, Տերդ կան ձեզի ավելի ջուր կտա, ավելի եղբայրներին քանա, որ ավելի կշատացնի իր խոսքը, որտեղ նա տեսնում է ձեր մեջի ծառավը, ժողովուրդ ջան։ Կանք աղոթքի, ամեն։